շատ բժիշկներ կտրվածք են անում, որպեսզի օգնեն բալիկի լույս աշխարհ գալուն, ու մենք այդ կարերին ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում։ Նուստրիաները արդեն մերսումներ եւ այլն ավելի կոսմետոլոգիական, հա, իսկ առողջության տեսանկյունից մենք պետք է աշխատենք եւ ներսի կարի հետ, հա, որտեղ լինում են եւ պատրվածքներ են ունենում, նորից կարեր են անում բժիշկները եւ սպիի հետ։ Շատ երևի 80%-ից ավելին հարցման արդյունքում պատասխանեցին իմեջում, որ ընդհանրապես իրենք կարի հետ չեն աշխատում, ընդհանրապես կարին անտեսում են, կարին կպածել չկան, որովհետև դա ուղղակի ինչ-որ տեղ է, որ իր գործը արել է ու փակվել է։ Ովքեր ունեն կեսարյանի կար, շատ հաճախ ունեն այտուցված ոտքեր, ունեն այտուցված գոտկավորովայնային հատված, որովհետև հեղուկները չեն տեղաշարժում, տեղ չունեն շարժվելու, այսինքն այդ անգամ այդ մի փոքր կար, ինչպես թվում է մի փոքր, բայց 7 շերտ այնտեղ բացվել է եւ լավագույն դեպքում այդ 7 շերտն էլ կարվել է, մենք պետք է աշխատենք ու նաեւ էպիզոտոմիայի հետ պիտի աշխատենք, որովհետև ներսից կարերին ընդհանրապես ոչ ոք, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք, բայց շատ հիգիենիկ պրոցեդուրայի ժամանակ բոլորը ունեն այդ ժամանակը, որ մտնում են լողանալու։ Լավ, եթե մի օր չստացվեց, հաջորդ օր մաքուր ձեռքերով կատարել մերսող շարժումներ ու վերականգնել զգայունակությունը, որը նաև կազդի արդեն եւ սեռական հարաբերությունների վրա, եւ արտաքին ու ներքին առողջության վրա։